իշքսն, հետե մյուս անգամ, հետագայում, հաջորդիվ, պատահաբար, միամիտ, սպես բան կրգնվավ, ուրեմն հաստատ իմացեք, ես անգամ արդեն կտեսնիք իմ ճրկեղնի մայիս ամսվա մարոզը լեննագանում, ճոգի կարա։ Հարց չկա Մելո ջան։ Հարց չկա Մելո ջան։ Իսկ մի երգուստ իրար հետ, ուղիղ չվերտով, ռադեղը կաշկիցս։ Հա Մելո ջան։ Հապո! Որս մի անգամից ազդել ավր է։ Արա բաց սաղ դեղի շիշը լծնեցի ջրի մեջ։ Ոնց չի ազդի համու ջան։ Լուրջ ես ասում կակ։ Վերջ ապե, այսօրվանից Մելոյի անմոռանալի օրերը սկսվեցին համու ջան։ Մեկ շաբաթյա անհանգիստ օրեր Սիբիրստանում։ Քանա համու, հիշում ես չէ որ ասեցի լայնածավալ, լայնամասշտաբ աշխատանքներ եմ սկսելու։ Հա, յուվիլեր ջան, ոնց չեմ հիշում։ Համու դե կտենաս այսօրվանից ինքս տինքյան ապեր, մերդ ընդմերդ, դույզն ինչ դույզն, արքաներ ենք դառնալու, ապե թագավորներ։ Հա, ապե։ Գինոսյան ապե։ Արա համու, մեր վաշտա գալիս։ Ոնց որ հա ապե։ Հասկացես, պապ է գնալ։ Այսօր չկարողացա հանգստի ժամին հանգստանամ։ Քան խառնեի, որ այն Փիրումյանն էլ չի կարող վաշտի պարապմունքները անցկացնի։ Սա խառնվել է իրար։ Բարոս, մի տեսակ ես, ինչ ա եղել։ Հե՞։ Այս մինասն ուրա, չես տեսել։ Դե կլինի։ Չէ, բայց ինչ որ բան ա եղել, լասա տենամ։
Արա Սամ, հələ որ իմ հետ sense բան չի եղի, որ ես աղջկան ուզենամ ժամադրեմ ինքը ինձ մերժի։ Արա այն ժամանակ ես որ աղջիկ էի ժամադրում, չէ՞ ես կես ժամ շուտ էին այդտեղ ելնում։ Բայց բանակում է որ ինձ մի գլուխ մերժում են։ Բարոս, արա մեկը ասածդ լսի, ինչ կմտածի։ Բանակում ինձ մի գլուխ մերժում են։ Սուսիկին ես հրավիրել, հա։ Լավ է։ Նախ սկսենք նրանից, թե ինչի համար ես հրավիրել։ Արա Սամ ոնց որ մեծ աղբեր ես ալնես, արա։ Ինչի համար ես հրավիրել, ինչի ինձ չես հարցրել որ հրավիրել ես, լավ էլի։ Հա, բայց շատ ճիշտ տեղին հարց եմ տալիս։ Ինչի համար ես հրավիրել։ Արա ոնց ինչի։ Սիրուն աղջիկա հրավիրել եմ, Սամո, հետաքրքիր տղա ես։ Հա, հետո սիրուն աղջիկա, ինչի համար էր մտածում, որ այդ սիրուն աղջիկը պիտի դուրս գա քո հետ ման գալու։ Ոնց ինչի համար։ Հա։ Ինչի համար, անունը ինչ դնի աղբեր ջան, որ քո հետ դուրս գա ման գալու։ Նորմալ աղջիկա, ինչի պիտի մի հատ ինչ որ զինվորի հետ դուրս գա ման գալու։ Հա։ Բարոս, ոչ քեզ ճանաչում եմ։ Ոչ ձեր մեջ ինչ որ լուրջ բան կա։ Բարոս, դու պիտի ծառայես։ Ու այն ամեն ինչ ինչ որ խանգարում է ծառայությանը, պիտի մի կողմ դնես։ Այդ ավելի կթեթևացնի քո ծառայությունը։ Բարոս։ Արա կարող ես ուսիկը դուրդ գալիս է։ Բարոս, ուր։ Արա լավ, ես ինչ անեմ ես տղու հետ։ Սիմոն, Լսում եմ։ Մուրադյանը վերևում, հա։ Ճիշտ է այդպես։ Լավ մաքրի, լավ փայլացրու։ Երկրորդ վաշտի տղեկի բատիկը կտեսել ես ոնց է փայլում։ Այդպես փայլացրու։ Լսում եմ։ Եթե կարաս։ Ազատ։ Պարոն կապիտան, երկրորդ վաշտի ավակ ենթոսպա Վարդանյան։ Ոնց։ Դե ես ինչի բանա ոնց։ Քո վաշտն դու ես օրապանշանակ ինձ ես հարցնում, ես ինչ բան։ Այ քեզ բան։ Լսի։ Օրապահուն է որ Գինոսյանն էր կանգնած։ Արա բան չեմ հասկանում։ Կամաց։ Դե երևի Գինոսյանն եկել է ստուդի, տեսնա պահանանի որ մարդ չկա, ինքն է կանգնել էլի։ Գինոսյանը տես բաներ ունի, դա նոր գիտես։ Մուրադյան ինչ ես կանգնել, գնա մի բաներ։ Քեզ բար, ես ինչ եկա զորով ինձ սկսեցի կրակը։ Ամի Գինոսյանն է կմտածի, ես ես չեպեշնիկ Մուրադյանի հետ մոտիկություն եմ անում։ Սա կարիերը սրա պատճառով փչացավ։ Ազատ։ Ինչ եմ ասում։ Պարոն կապիտան։ Դուք ինչ եք անում ստեղ։ Օրապա եմ։ Պարոն կապիտան։ Պարոն կապիտան, անհամար վիճակի մեջ եք գցում։ Ես չեմ հասկանում, օրապահը ուր է։ Պարոն կապիտան, դուք այդ պահարանի կողմից ես կողմ եք, ես ամեն ինչ կարգավորեմ, հա։ Հերթապահությունը անցնելուց հետո հերթապահի օրապաների հետ ներկայանում ես։ Լսում եմ։
Ախպերներ ջան, մեր հաղթանակը պետք է նշենք, բրատյաներ ջան։ Համա միտվում եմ ախպեր։ Արա գիտեք չէ, զուգարանից դուրս չի եկել։ Լուրջ ես ասում գակ։ Բարև աշխարհի ամենասիրուն աղջկան։ Բարև Սուսիկ ջան։ Բարև տղաներ։ Սուս ջան, գիտես չէ, ես քո ցավը տանեմ։ Հենց դու եկել ես տեղ, քո այդ մի տնից թարմություն ես վերել, չես պատկերացնում։ Եթե ինչ-որ բան չեք վերցնելու, դուրս եկեք։ Վերցնելու ենք Սուսիկ ջան։ Ինչա պետք։ Սուս ջան, ճիշտն ասած հիմա մոտներս փող չկա։ Կլինի մեր հաշվին գրես, իրիկունը կբերենք, կփակվենք։ Կլինի, հա։ Լավ, բայց մինչև գնալս փողը կբերեք։